Ողջույն ընկերներ, ինչպես միշտ մենք նոր առաջադրանք ունենք։ Սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ Մարինե Ադյանը մեզ հանձնարարել է, որ գանք Ազատաշեն գյուղ միամսյակի կապակցությամբ կանանց եւ աղջիկներին նվիրենք ծաղիկներ։ Այս հարցում մեզ օգնեց Luxury Rose on-line ծաղկի խանութը։ Քանի որ ծաղիկները արդեն ունենք, գնանք եւ ուրախացնենք նրանց։ Գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք եկել ենք, որ ձեր միամսյակը շնորհավորենք։ Սա ձեզ։ Շնորհակալ եմ։ Սա ձեզ։ Շնորհակալություն, համեցեք նստեք։ Ձեզ մաղթում ենք կանացի երջանկություն, միշտ այսպես գեղեցիկ մնաք ու գեղեցկացնեք ձեր շրջապատը։ Ձեր ներկայությամբ։ Քանի որ դուք եք շատ գեղեցիկ եւ շնորհավորանքները մեր կողմից նաեւ ուղղված է ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Մաղթում ենք, որ գյուղի բնակիչների կողմից միշտ հարգված լինեք, քանի որ դուք գյուղն եք ներկայացնում։ Դե բարի օր ենք մաղթում, շնորհակալ ենք սուրճի համար, բայց մենք գնանք մեր առաքելություն այսօրվա վերջացնենք։ Աչ կգնանք։ Ձախ կգնանք։ Աչ կգնանք։ Ասում եմ ձախ։ Ասացի աչ։ Հասեցի ձախ։ Աչ։ Ձախ։ Բարև ձեզ։ Բարև։ Ո՞նց եք։ Լավ ենք, լավ, դուք ոնց եք։ Լավ, եկել ենք ձեր միամսյակը շնորհավորենք, տատի ջան։ Շնորհակալություն, ապրեք, առողջ եղեք, միշտ լավ բաների բանանեք, մասնակցեք։ Ապրեք, եկել ենք մեզ շնորհավորենք, բայց դուք այնքան բարեմաղթանքներ մեզ զուղեցիք, որ հակառակը եղավ։ Դե տոնն էլ շնորհավոր, լավ եք, այնա ասիկն է ձեր մեր հարևանուհին։ Տատի ջան, ձեր անունը ի՞նչ է։ Ռոզա։ Օ, վարդի նման սիրուն տատիկ եք։ Չի ասի, ջայրում, մեկը շատ սիրուն եմ, հիմա կռացել եմ, չեմ կարող քայլեմ, լավ չեմ վիճակ։ Առողջություն ձեզ, տատի ջան, դուք հիմա էլ եք գերեць։ Դեզել, միշտ լավ բաներ, լավ օրեր, երջանիկ օրեր։ Տատի ջան, շուն ունեք։ Այն շունը հաչում։ Չի բացի, մի վախեցի։ Աղջիկա թե տղա շունը։ Աղջիկա։ Իրեն էլ ծաղիկ տանք։ Չի, հա։ Խիացես ջղայնացել։ Խիա ջղայնացել։ Ես։ Շունը։ Ես անտանոց մարդիկ հատներում ատենց անում։ Իսկ դուք մարտի 8-ը կամ ապրիլի 7-ը այդ միամսյակը նշում եք, թե չէ։ Նշում ենք էլի։ Սոսից մացից, ես չէ, բայց անում ենք։ Ո՞նց եք նշում։ Խորոված են անում, սեղան են գցում, հարսներն են հավաքում, տղերքն են գալիս, հա, թորներս են գալիս, հա, նշում ենք։ Մարտի 8-ին թե ապրիլի 7-ին։ Նույնն է նա, երկուսն էլ անում են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Շնորհակալ եմ, լավ եմ երեխեք ջան։ Եկել ենք ձեր միամսյակը շնորհավորենք։ Շնորհակալ եմ երեխեք ջան։ Ուզում ենք, որ այս կակաչի նման միշտ գեղեցիկ լինեք։ Շնորհակալ եմ երեխեք ջան, դուք էլ առողջ եղեք, լավ եղեք, շնորհքով եղեք, Աստված բոլորի տորնի։ Բարև ձեզ, մարդ նկարվել։ Իհարկե, կանգնեք նկարվենք, երեխեք ջան։ Կողը արտասանես կամ երկես։ Ոչ, ես դες բաներից հեռու եմ։ Բարելուց ոնց ես։ Վատ։ Լավ, ուրեմն արի Բարեմաղթանք հղի։ բարեմաղթանք հղի։ Ձեր մարտի 8-ը շնորհավոր, թող լինեք միշտ բախտավոր։ Դու կուզես շնորհավորել։ Բոլոր կանանց եւ ամենաշատը իմ մայրիկին եւ տատիկին։ Ինչ կմաղթես նրանց։ Առողջություն, երջանկություն եւ երկար տարիներ կյանք։ Ապրես։ Մենք էլ մաղթում ենք կապույտ ու խաղաղ երկնքի տակ այդ ամենը տեղի ունենա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եկեք ամուսին ու կինեք։ Այո, Ես ձեզ, որ նվիրեք ձեր կնոջին։ ապրեք, խնդրեմ սիգիլ։ Ձեզ երջանկություն, երեխեք ջան, ապրեք։ Երջանկություն, ապրեք։
Ուրախացեք։ Խաղաղություն։ Գայո։ Քանի տարի միասին եք ապրում։ 50 տարի, 51։ Ոսկե հարսանիքը նշել եք արդեն։ Գալիս ենք նշենք այս տարի։ Երբ է օրը։ Արդեն 50 անցել է։ Ոչինչ, օրը երբ է դուք ասեք մենք ուզում ենք նշենք։ Օրը Աշունա։ դեկտեմբերի 23-ին, 26-ին։ 8-ները մոռացել է։ Ձեր անունը ինչ է։ Վանուշ է իմ անունը, Իրանը խանում։ Ահա, պարոն Վանուշ, դե ձեր խանումին մի հատ ուժեղ պաչի կարեք։ Դե, սպասում ենք։ Ապրեք դուք։ Մի հատ էլ ասեք, որ ինքը ձեր արևն է, ու մենք գնանք։ Արևն է, լուսինն է, աստղը, Ամեն ինչ։ իմ թագավորն է։ Ձեր խանումի նման կպահեք։ Պապայել եմ, որ տես մի հատ սպիտակ մաս չկա գլխին։ Բայց լիքը սպիտակ մաս կա։ Ուրը, 70 տարեկան է, Արին տոտիկին սենց անակնկալ ձևով տանք։ Բա որ վախինը շաքար ստանա։ Սպասի։ Ծայգները ձեզ։ Բայց ինչ լավ բան է, շատ շնորհակալություն։ Ես ինչ լավ։ Ատի ջան, մի ամսյակի կապակցությամբ ուզում ենք ձեզ շնորհավորել, երկարակեցություն մաղթել, առողջություն մաղթել։ Շնորհակալ եմ աղջիկս, շատ ապրեք, շատ շնորհակալություն եմ հայտնում բոլորիցս։ Լիքը սեր ձեզ։ Ուզում ենք ձեր մեծական խորհուրդը լսել։ Ինչ խորհուրդ կտաք մեզ։ Աղջիկս, ես շատ խորհուրդ կտամ երիտասարդներին, որ խելացի լինեն, սովորեն ամենակարևորը, մարդը պետք է սովորի, մի քիչ խելացի լինի, գիտությունը շատ լավ բան է։ Դուք քանի տարեկան եք ամուսնացել։ Ես ամուսնացել եմ 20 տարեկան։ 20 Բայց սիրելով եք ամուսնացել, թե ձեզ փախցրել են։ փախել եմ ես։ Փախել եք։ Բա ո՞նց որոշեցիք։ Փախել եմ, ուրեմն ամուսինս, մեկ էլ իմ մեծ եղբայրս իրար հետ բանակում էին ծառայում, հա, բանակից աղբերս եկավ, մեկ էլ ամուսինս էլ եկավ, որպես ընկեր, հետո տենց մի օր ամուսինս մի օր պատմեց, որ ինքը մանկատան տղա է, դժվար բան, ծնողներ չունի, ոնց որ անկախ ինձանից խղճացի։ Հետո մի շաբաթվա ծանոթ էինք, հետո ես փող ստացա, վաղ արտելում էի աշխատում, ֆաբրիկ բանը, Փողը վերցիք ու փախեք։ փողը վերցրեցի, հա, Տոմսառը, ու ամուսնուց հետ գնացինք իր բանը, Ղարաբաղը։ Ոնց Տոմսով էլ Արցախ գնաք։ Հա, ավտոբուսի Ավտոբուսի Տոմս։ Ու գնացինք ապրեցինք այնտեղ։ Բա ձերոնք դուք առաջարկեցիք փախնել, թե ինչ։ Չէ, ես իմ այդ տղան ես հրաչը իրար հետ որոշեցինք, որ գնանք։ Բա հիմա ուր է հրաչը։ Տուննա, քնածա, հիվանդա։ Չեք փոշմանել կարևոր։ Չէ, բայ 53 տարին էսա կդառնա, որ ամուսնացել եմ։ Փախել էիք այդ զգացողությունը կար, որ հեսա գալի են բռնացնեն։ Չէ, մենք արդեն գնացել հասել եմ այնտեղ, էլ միտքս չի անցել, բայց ինչքան սիրուն շոր ունեի իրար վրա հագել եմ, տնից գնացել եմ, որ մերոնք չիմանան ես պետք է փախնեմ։ Սեր եմ ասել։ Ոնց ներեցին, որ փախել։ Հա, հետո ներեցին էլի, բայց իմ աղջիկը չի փախել, 16 տարեկան ես ամուսնացրել եմ Հաստանեկով։ Հա, հիմա իմ թոռս, մեծ թոռս 32 տարեկան է, 2 երեխա ունի, Արտուրս։ Նենց է կարել, որ փախնելու տարբերակ չունենա, 16-ից ամուսնացել եք։ Երևի, չեմ իմանում, երևի։ Ապրեք շատ ատի ջան, ձեզ առողջություն։ Ձեզ էլ աղջիկը, շատ եմ շնորհակալ, որ սենց լավ բաներ կա աշխարհում, օրինակ ես չէի սպասի այս թվին, որ սենց բան լինի, էլի բերեն մարդկանց մեծերին, ասեն կանանց շնորհակալություն եմ խնդրում ձեզանից։ Բարև։ Ոնց ես պստո։ Լավ եմ, բա դուք։ Լավ, ապրես, քեզ ծաղիկ եմ ուզում նվիրել, այս սենց մեծ սիրուն։ Կարտասանես մեզ համար։
Այո։ Հուրին գնաց բանջարի, բանջար չեղավ, խոտի եղավ, խոտի տակի ծիտը եղավ, ծլվլարով դուրս թռավ, ծիտը թռավ գերանի, կանաչ խոտը բերանի։ Ապրես։ Ծափարեք, խնդրեմ։ Կանոն ի՞նչ է։ Ալվարդ։ Ալվարդ։ Միշտ վարդի նման սիրուն մնաս։ Ես 3 անուն ունեմ, Ալվարդ, Ալվարդիկ եւ Ալա։ Որ անունն ես ամենաշատը սիրում։ Ալվարդ։ Իսկ ես սիրեցի Ալվարդիկը։ Բա քանի ազգանուն ունես։ Մի հատ Աբրահամյան։ Ես այսպես եմ մտածում։ Քանի տարեկան ես հիմա։ 9։ Հա, 3 անուն ա դրել, որ հիմա իրեն կոչեն Ալվարդիկ, մի քիչ մեծանա Ալվարդ, տատի ժամանակ էլ Ալա տատիկ։ Գիտես չէ, Ալվարդ Աբրամյանը իմ տատիկն է։ Հարևներ իմ տատիկի։ Դոնարանն իմ տատիկն է։ Էլի Աբրահամյան։ Բայց ոչ Ալվարդը, ոչ Աբրամյան։ Հարևներ Վահագի տատիկին։ Մերին ձեզ հերվից տեսավ, ասաց արևիկին սիրուն կին արի գնանք ուրախացնենք։ Շնորհակալություն աղջիկ ջան, պրոստը շատ շնորհակալություն, ապրեք։ Ինչ արիք, հա։ Մեկ մի ամսյակի կապակցությամբ։ Հա, ապրես աղջիկ ջան, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ ենք։ Լավ, Պատրաստում ենք ծնունդ գնալ։ ո՞ւմ ծնունդն է։ Թորնիկից ծնունդն ա գնաց։ Քանի տարեկան դարձավ։ 5 տարեկան։ Շնորհավոր լինի։ Շնորհակալություն։ Դուք հարս եւ կեսուր։ Հարսի կիսուրն եմ ուզում եք ասել։ Սուրս կեսուր։ Շատ սուր, թե ոչինչ տենց։ Չէ։ Լավ է։ Հարսին հարցնում շատ սուր, թե Ընկերուհիներ։ Այսինքն չգիտեմ կարող է դեովա համի կիսուրներին սիրուն որ ինքան ձի սիրի։ Հարսի ջան, դուք ինչ կասեք։ Ինչ կասեմ։ Սիրում եք ձեր սկեսուրը։ Իհարկե։ Եթե օգնում եմ սկեսուրից, այդ նշանակում է սիրում եմ։ գինենք նկարում եք։ Այս սիրուն հարսիկին ո՞նց եք գտել, որտեղից։ Շատ մեծ ուժարությամբ։ Պեղել են, չեն գտել պեղել։ Իր եղբորն է հանդիպել, հետո էլ այդպես խաղեր են տվել սիրահարներին։ Գոհ եք ձեր տղայի կատարած ընտրությունից։ Իհարկե գոհ եմ։ Եթե իմ տղան հավանել է, սիրել է, ուրեմն ես պարտավոր եմ ընդունեմ ոնց կան իրանք։ Դե որ այդպեսի լավ սկեսուր եք, ձեզ ծաղիկ ինքնվիրում։ Շնորհակալություն։ Դուք էլ քանի որ շփտեր ես հարսիկ եք, ես էլ ձեզ սիրուն կակաչ նվիրեմ, որ միշտ ծաղկի նման գեղեցիկ լինեք։ Լավ տեղ ընկնեք երեխեք ջան, բախտավոր ելնեք մեր նման հարսիկի սիրո։ Բայց հարսիկին ուզում եմ խնդրեմ մեծ սովորացի ոնց խաղեր տանք։ Նորոնցին արվեստ։ Այսօր ստեղենք։ Հա, պետք է ասեմ։ Ոնց քայլենք, ոնց ասենց աչքով անենք, ինչ անենք։ Ոնց պետք է անեք։ Անկեղծ ասած ես մի հատ խորտ կանեմ տամ բոլոր մարդկանց, ցանկացած ոլորտում, ցանկացած ասպարեզում, ցանկացած հարցում, ցանկացած տեսակի շփման մեջ, եղեք այնպեսին ինչպեսին որ կաք։ Բարև ձեզ տղաներ։ Գիտեք որ մի ամսյակ է։ Այո։ Բա առանց ծաղիկ ուր եք գնում։ Քայլում ենք։ Քայլում։ Ուր եք քայլում։ Այս է։ Վերջին անգամ ձեր մայրիկներին, տատիկներին երբ եք ծաղիկ նվիրել։ Մարտի 8-ին։ Անցած տարի։ Այո։ Այո։ Եկի գիտեք ինչ անենք, ձեզ ծաղիկ տանք։ Կտանեք, կտակ ձեր մայրիկներին։ Այո։ Թոշիկը կպաչեք, կասեք, որ իրեն շատ եք սիրում, լավ։ Մարիկ, քո մարտի 8-ը շնորհավոր։ Ես քեզ մաղթում եմ առողջություն, երջանկություն եւ խաղաղություն։ Ապրես։ Դու ինչ կմաղթես քո մայրիկին։ Մարիկ, բախտավոր լինես, քո մարտի 8-ը շնորհավոր։ Ապրեք։ Ինքը արդեն բախտավոր է, գիտես ինչու։ Որովհետև քեզ նման տղա ունի։ Գիտեմ։ Գիտես։ Այ տղա, ես ինչ ես անում։ Բագրա, դու ես։ Այո։ Հələ ինչի։ Ես ինչ ես անում, այ տղա։ Բավար ընկնես, ինչ ա լինելու։ Չեմ ընկնի։ Մաման տունն է։ Հա։ Դարի մերի քուրիկը քեզ ծաղիկ տա, տար նվիրի մայրիկին։
Լավ։ Բարև ձեզ։ Բարի երեխեք, ջան, ինչ կար։ Ինչ կա։ Մարտի 8-ը, միամսյա կա։ Ինչ ասեմ, շնորհավոր բոլորիս մարտի 8-ը, ես էլ նոր եմ գործից եկել, շատ ուրախ եմ, բոլոր կանանց տոնը թող շնորհավոր լինի։ Որտեղ եք աշխատում։ Ջերմոցներում աշխատում եմ որպես բանվոր, այս 25 տարի է։ Ինչ ծաղիկներ եք աճեցնում։ Ջումելյանները, ամփուշ բորդոները, բոլոր ծաղիկները։ Կակաչներ Չէ, աճացնում եք։ կակաշներ չունենք։ Դրա համար ձեզ այսօր կակաչներ եք Շատ բերել։ շնորհակալ եմ։ Ձեր բոլորի մարտի 8-ն էլ շնորհավոր լինի, շնորհակալ եմ, որ ինձ հիշել եք, եկել եք իմ մարտի 8-ը շնորհավոր եք։ Ապրեք երեխեք ջան։ Դե սիրելիներս, այս առաջադրանքն էլ կատարեցինք։ Շնորհակալություն ենք հայտնում Luxury Rose-ին մեզ աջակցելու համար։ Հիշեցնեմ, որ մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը։ Այն արդեն հասանելի է Ազատաշեն գյուղում։ Միացեք ամենաընտանեկան կապին։ Դե այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ հետ էր Արևիկը, Մերին եւ Վահագը։ Հիմա բարենք։ Հարսանիքի է մի հատ պարկ այլի փորձենք իրար հետ, որ գնամ ընդ պարել։ Սուտա ասում, բարում ենք մեր ավանդական պարը։ Պատրաստ եք։ Ավանդական հայլելելը։ Գնացինք։ Հայլելելե, լելե, հայլելելե, լելե, հայլելելե, լելե, Հայլելելե, լելե։ Hey!